Խաղաղություն սիրելի քրիստոնյա ժողովուրդ, նայեք ժողովուրդ ջան, մեր սիրտը սրբության սրբոցն է, մեր սրտում է, որ պետք է բնակվի Աստծո Սուրբ Հոգին և որի միջոցով մենք հաղորդակցվենք Քրիստոսի հետ, մեր Տեր ու Փրկչի հետ, որից վերցնա Սուրբ Հոգին և մեզ տա, որ Սուրբ Հոգին փառավորա Քրիստոսին։ Նայեք, Առակաց գիրքը 4-րդ խոսքը 24 խոսքից ասում է, ներողություն 20, ասում որդեակս ուշադիր եղիր իմ խոսքերին և ականջ տուր իմ ասածին, թող նրանք չգնան քո աչքի առաջից, պահի նրանց է քո սրտի մեջ, որ նրանք կյանք են նրանց է գտնողներին և նրանց բոլոր մարմնին բժշկություն, ամեն զգուշությունից առավել զգուշացիր քո սրտին, որ նրանից է կյանքի ելքը, փառք քեզ Տեր։ Մարդու կյանքի ելքը իր սրտից է, և նայած թե իր սրտի մեջ ով է իրա Տերը, ով է իրան իշխողը, առաջնորդողը, այդ կյանքն էլ մարդը ապրում է։ Ինչ կյանքի տանող, ինչ կյանքի աղբյուր, ինչ Տեր, ինչ թագավոր քո սրտի մեջ ապրում է, նրանից էլ քո կյանքի ելքը բխում է, նա էլ քո ու իմ կյանքը առաջնորդում է։ Ասում է, բայց իմ խոսքերը թող մնան քո սրտի մեջ, դիր նրան քո սրտի մեջ և նրան կյանք են նրանց գտնողներին, երբ որ դու Աստծո խոսքը պահում ես, կատարում ես, գտնում ես, անում ես, նրան կյանք է լինում քո համար և նրանց բոլոր մարմնին բժշկություն, երբ մարդու մարմնին բժշկություն լինում և խոսքը կյանք դառնում մարդու համար, երբ որ մարդը Աստծո խոսքը պահում է իր սրտի մեջ, գտնում է խոսքը, Տիրոջը, թագավորին և ապրում այդ խոսքով, քանի որ մեր գործերը ավելի են խոսում, քան թե մեր խոսքերը։ Մեր խոսքերը խոսում են մեր սրտի մասին, մեր սիրտն էլ խոսում է մեր սրտում եղած Տիրոջ մասին և նրանից էլ բխում է մեր կյանքի ելքը, թե ով է մեր սրտի թագավորը, Տերը Աստվածը, նա էլ մեր կյանքը առաջնորդում է, նրան էլ մենք տրվում ենք, նրա կամքն էլ կատարում ենք, նրան էլ հնազանդվում ենք։ Երանի թե Հիսուս Քրիստոսը լինի մեր սրտի Տերն ու Փրկիչը և բնակվի մեր սրտում իր խոսքով, իր հոգով և թագավորը առաջնորդա մեր կյանքը։